պատմությունը հակված է կրկնվելուն։ Մենք կարող ենք քննարկել, թե ինչու է դա այդպես պատահում։ Մենք կարող ենք մտածել օրինակի համար, որ ինչպես հոգևոր ուսմունքներն են ասում, տարբեր դասեր տրվում են մեզ եւ անդադար կրկնվում են նորից եւ նորից, քանի դեռ սպառված չեն ամբողջությամբ, այսինքն սպառված չէ այդ դասերի առաքելությունը։ Կամ մենք կարող ենք մտածել, որ ինչպես Մեծն չինական դասական փոփոխությունների գիրքն է ասում, ընդամենը 64 հեքսագրամով սահմանափակված է մեր ըստ սահմանման այդպես էլ սահմանափակ աշխարհի իրավիճակների հավանականությունը։ Եվ դրանով մտածենք, որ ըստ այդմ ամբողջը նորից ու նորից կրկնվելու է, եւ կամ էլ մենք կարող ենք սփոփվել մտքով, որ դե եթե պատմությունը ցիկլիկ է, ուրեմն անկումներին կհաջորդեն նաև վերելքները, սակայն պատմությանը հայտնի է նաև վերջը, եւ բազում քաղաքակրթություններ, որոնք որ ժամանակին հզոր էին, այլևս չկան ինկերի, ացտեկների, շումերների, բաբելոնի, ասորացիների եւ այլոց քաղաքակրթությունները, իսկ հայերը թերևս դեռ կան, բայց այդ ամբողջը ըստ էության մեզ ամենևին չի փրկում։ Մենք այն ենք, ինչ մենք կանք, այնտեղ ենք, որտեղ կանք, եւ այն ժամանակներում, որը մեզ տրված է։ Եվ հասկանալ դա առանցքային նշանակություն ունի մեզ բոլորիս համար։ Եվ ըստ այդմ այստեղ եւ այժմ, մեր այս ժամանակներում, այս վայրում, մենք պետք է պարտավոր ենք նույնիսկ ապրել ամբողջ իմաստով հանդերձ եւ պատվով մինչև վերջ, որպեսզի հնարավորինս զարգանանք ու աճենք ու հասնենք ի վերջո բարձունքի։ Սակայն այստեղ եւ այժմ, մեր ժամանակներում, Հայաստանում, հենց հիմա, մենք հայտնվել ենք բոլորս, եւ մեր հայրենիքը, եւ մենք միասին, եւ յուրաքանչյուրը նաեւ առանձին իր տեղում, հայտնվել ենք այդպիսի իրավիճակում, որում որ անկումը կարող է լինել իրականում վերջը։ Եվ ըստ այդմ, մենք բոլորս պետք է կարողանանք այս առկա հարցերին պատասխան գտնել։ Ոմանց հիմա թվում է, որ հանուն խաղաղության Հայաստանը կարող է գնալ որոշ զիջումների։ Նրանք, սակայն, ովքեր որ դեռ ունակ են մտածել, հասկանում են, որ ցանկացած զիջումները թշնամուն նշանակում են վերջնական պարտություն, ու նաև հասկանում են, որ թշնամին եւ ոչ մի բանով չի բավարարվի եւ ոչ մի բանի առաջ չի կանգնի։ Եվ այս ծանր իրավիճակում եւս մեզ օգնության մշտապես գալիս են պատմությունից ձայներ, երբեմն հստակ պատմական օրինակներով, օգնելով մեզ ճիշտ հետևություններ անել, որպեսզի լույսը երբեք չմարի։ Եվ այդպես տեսնենք, թե ինչ արտահայտություն մենք ունենք այսօր։ Ինչպես կարելի է առանց մարտի հանձնել սեփական տարածքները։ Չէ որ ըստ չինական ժողովրդական ասացվածքի լավ է լինել աքաղաղի կտուց, քան կովի քամակ։ Ուստի եթե հանձնես, ինչով կտարբերվես կովի քամակից։ Սիմացյան, հին Չինաստանի աշխարհահռչակ պատմագիր, փիլիսոփա, բանաստեղծ, աստղաբան, եղել է խանարքայատոհմի գլխավոր դպիր, հին Չինաստանի պատմությունը նկարագրող Շիճի պատմական արձանագրումներ ամփոփ աշխատության համար համարվում է չինական պատմագրության հայր։ Մեջբերվող չինական հին ասացվածքը նշանակում է. լավ է լինել առաջինը ներքևներից, քան վերջինը վերևներից։ Սա չինական պատմության հայտնի, երևի թե համաշխարհային ամենահայտնի պատմաբաններից մեկի ասածն է, եւ եթե որևէ մեկը վացկաց ասացվածքից, ապա Սիմացյանի թող դիմի։ Մեզ համար այստեղ բացատրելու առանձնապես բաներ միգուցե չկա։ Պատմությունը, որը որ նկարագրվում է այս արտահայտությամբ, այն հին ժամանակներում տեղի ունեցած պատմության նկարագրությունն է, երբ որ հարևան պետությունը ավելի հզոր էր եւ ավելի մեծ բանակ ուներ, եւ այս պետության իշխանը մտածում է, որ պետք է հանձնի տարածքներ հանուն խաղաղության,
եւ սակայն իր խորհրդականը, որը հետագայում դառնում է մեծագույն հայտնի պատմաբան, ասում է նրան հենց այս արտահայտությունը եւ դրանով կանգնեցնում տարածքների ընդհանրապես հանձնումները եւ ըստ այդմ կանգնեցնում հնարավոր պարտությունը։ Թե ինչ հետագայում տեղի ունեցավ պատմության մեջ, մեզ այս պարագայում չի հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում է դաս քաղել այս ասացվածքից, դաս քաղել պատմական այս դեպքերից եւ մեր տեղում ամեն քայլափոխին ամբողջ սրտով լցվել մեծ հին հայտնի մյուս արտահայտությանը։ Սիրս պակեմ պարապելում։ Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմին եւ պայքարենք հանուն դրա, որպեսզի լույսը երբեք չմարի։